Բարև ձեզ, հարգելի հայեր ջան, հույսով եմ լավ եք, առողջ եք և ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ես գտնվում եմ Խրոնինգեն քաղաքի ուսումնական կենտրոններից մեկում, քաղաքային ուսումնական կենտրոններից մեկում, այսինքն սա համալսարանի կամ դպրոցների հետ կապ չունի, սա ուղղակի քաղաքապետարանի կողմից ֆինանսավորված կենտրոն է, որտեղ երեխաները սովորում են և առնչվում են բանական, հասարակ բնության ասպեկտների հետ և իհարկե երբ խոսում ենք բնության հետ, նույնպես խոսքը գնում այն մարդկանց մասին, ովքեր ապրում են բնության հետ, այսինքն ֆերմերները, գյուղացիները և այլն և այլն, և այս կենտրոնական կենտրոնը, որը կառուցվել է մի քանի տարի առաջ, կենտրոնական մասն է քաղաքի ուսումնական, սրանից համենայն դեպս Խրոնինգենում արդեն կար մի քանի հատ, սա ամենանորն է և ամեն քաղաք ունի ինչ-որ սենց կենտրոն, իմաստը այսօրվա այս ուղիղ եթերին նա է, որ ցուցադրեմ, թե սա Հոլանդիայում ոնց է արվում և իմ համար ահավոր հաճելի կլինի, որպեսզի Հայաստանում ամեն մի գոնե քաղաք, ոչ թե գյուղը, քաղաք ունենա այսպիսի մի կենտրոն, որտեղ երեխաները ուսում ստանան, հասարակ ներքև և որ ասում եմ ընկալելի ուսումը ստանան բնության մասին, կենդանիների, բույսերի և մարդ բնություն հարաբերության մասին։ Բերեք հիմա տեսախցիկը փոխեմ, մի փոքր կպտտվենք, տարբեր մասերով կանցնեմ, մի փոքր էլ դուրսը կնայենք, թե ինչ այնտեղ կատարվում։ Բոլորիդ բարի ժամանց, պատրաստ եք, գնացինք։ Ուրեմն ես նստած եմ հիմա շենքի վերևի մասում, տեսնում եք սա եղել է գոմ կամ գյուղատուն, ու սենց վերապատրաստել են, տեսնում եք ես նույնիսկ իրա փայտը շատ հին է և արդեն ցեցուտը կերել է, բայց տեխնիկաներ կա, որ կարողանում են նորոգեն և պատրաստեն։ Ամեն մի անկյունում մի կենդանի, տեսեք ստեղ բույա մուկը բերանի մեջ, իմիջիայլոց սա բնական, իրական կենդանիներ են, ուղղակի չորացրած է։ Ստեղ եթե երեխաները ցանկանում են, կարող են նստեն և երեխաների համար տարբեր պրոգրամաներ ունեն, տարբեր կենդանիների բույսերի համար, կարող են ծանոթանան, ինֆորմացիա ստանան։ Այստեղ նստելու տեղ է, հաճախ կազմակերպվում են այստեղ ինչ-որ միջոցառումներ, երեխաները գալիս այստեղ նստում են և դիտում են վերևից։ Եթե ուշադիր լինեք, ինքը հին և նոր իրար հետ պատրաստված է, ասում եք սա հիմնական փայտն է, մեզ տեսեք ինքը արդեն կերած է, բայց իրան մշակել են և շատ պինդ հիմա հիմք է կազմում, ասում եք լույսերով, բանով, գիշերվա համար, մի խոսքով հինը և նորը միասին, ուրեմն ստեղ տարբեր խաղեր կա երեխաների համար, սա դիգիտալ քարտեզն է, թե ստեղ ինչ կա, Տեսեք տարբեր քաղաքի տարբեր մասեր է, սա Խրոնինգեն քաղաքն է և այստեղից սկսում է արդեն մենք հիմա այստեղ ենք, տեսեք սա դուրսն է և այստեղից սկսում է բնությունը և 7 կամրջների ճանապարհ է կոչվում, սենց առանց կոշիկների և գուլպաների են այդտեղ քայլում երեխաները և նույնպես չափահասները, որը ահավոր շատ հետաքրքիր ճանապարհ է, մեծ հաճույքով ենք միշտ քայլում, հեծանվորդների համար 30 կիլոմետր հեծանվի ճանապարհ, քայլելու համար 2.5 կիլոմետր առանց կոշիկի և գուլպայի, մի խոսքով բոլոր ինֆորմացիան այստեղ կա և ահա և կենտրոնը շատ հասարակ միտեղ, սեք կոճակը սխմում ես, տարբեր կենդանիներ են գալիս, ու երեխաների համար ահավոր հետաքրքիր թռչունն է նկարված, ասենք ստեղ որ ապրում է և պտտացնում ես ինֆորմացիա թռչունի մասին, թե ինչ չափսի է, ինչ անում, ինչ յուրահատուկ բաներ ունի, տեսնում եք։ Տարբեր
տեսակի եւ մեկ ու մեծ sense իրական աղվես, չորացրած մի խոսքով։ Սա էլ էսպես։ Ուրեմն կենտրոնում ունի խանութ, այստեղ չայ, կոֆե, շատ մաչելի դնելով, ամեն ինչ հնարավոր է։ Եվ տեղի ապրանքանիշերն են վաճառում, արվեստագետները տեղի ինչ-որ բաներ են կառուցել, խաղեր, բաներ։ Իմիջիալոց գինը ահավոր մաչելի, ասենք մեկ բաժակ թեյը կամ կոֆեն արժե 1.50 եվրոյով, սա էժան գներ է, էլի, սա դու դրսի մասն է։ Տեղական բնական ապրանքանիշը Maak even kleine reclame van de plek. Leuk. Bent u wel eens op televisie of niet? Heel af en toe, ja. Is wel bekend, Մեկը կար ճանաչեց, իհարկե հոլանդական հեռուստատեսությամբ երբեմն որոշ սերիալներում կամ ինչ-որ բաներում եղել եմ, մարդիկ դե ճանաչում են։ Ուրեմն սա խաղահրապարակն է այս մասում երեխաների։ Տեսեք սովորում են կթել է, կովը թե ոնց է կտվում, տեսեք երեխաները սովորում են։ Իրանք կթում են, սա արհեստական կով է։ Ահա եւ խաղահրապարակը հեծանիվով են հիմնականում այստեղ գալիս։ Իհարկե պետոն հիմա ասենց տղաս, այ պետոին տեսնում եմ, գնացել է ձուկ բռնելու, կարող եք մի հատ մոտենանք, տեսնենք ինչ է կարողացել բռնի։ Առաջանանք մի փոքր։ Այս կամուրջից ես երևի չանցնեմ։ Բերեք ոտքով մեծ պտույտ անեմ, անցնենք մյուս ճանապարհ։ Լեյլիները, ահա աղջիկս և տղաս այնտեղ են և ինչ-որ բան են որսացել, հիմա կտեսնենք ինչ են որսացել, տեսնում եք խաղալու, զբաղվելու երեխաների համար ահա որ շատ բան կա, հա բալես եկա, ասում է երկու հատ գործ են բռնել, հլը մի հատ տեսնենք։ Այստեղ միջատների հյուրանոց, երեխաները գալիս նայում, հա բալես, երկու գործ ուրա, ինչ էլ մեծ է անուշ են մեկը, ձուկ էլ եք բռնել փոքրիկ, հլը մի հատ տեսնենք անուշիկ, սենց, գործ էլ ինչ կա, բա ձուկիկները ուր են, հա հենա լավ տեսա փոքրիկ ձուկերը, բա պետոն ուրա, Ես ինչ է? Գործ։ 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 Հա, պետոն ընդեղ է, սպասի, անուշիկ պապան գնա։ Պետո, հա թեբե խվանգը։ Են էլ պետոն։ Պատելա ձուկ բռնելու։ Հիմա նու սա խաղահրապարակն է, այստեղ երեխաները Իմիջիալոց բոլոր կենդանիները, որը բռնում են ցանցերով, նորից բաց են թողնում, ոչ մի կենդանի չի տարվում տուն կամ ինչ-որ վնաս են կենդանիներին, այս բան չկա մեր մոտ։ Սեք ինչ հետաքրքիր կոնստրուկցիա է, սրանից մեր համարյա բոլոր թաղամասերում կա, բայց սա շատ գեղեցիկ և երկար, բաց են թողնում երեխային, երեխան սղալով իշտում է ներքև։ Noor, ik zag, kom een kleine kaart zoeken. Ik bedoel een kleine stap. Weet je wat ik volgende week wil? Ժորջան ինչ եք ասում, փորձեմ ես կամուրջը։
Չէ, բերեք շարեց փորձանքից հեռու։ Ուրեմն սա այդ խաղահրապարակն է։ Ինքը ավելի շատ մեծ է, ասեցի ինչ որ տեղից սկսեմ, մասերից սկսում է, կոշիկները թանում ես եւ ոտաբոբիկ 2.5 կիլոմետր քայլում են, հիմնականում ջրեր բան։ Տեսեք, այդտեղ հավիկներ կան, ակլորներ կան։ Սա Իմիջայլոց Խրոնինգենի սորտն է, Խրոնինգեր Մյու անունով հատուկ Խրոնինգենի սորտի հավերը եւ ակլորները։ Ուրեմն մի փոքր ենկում սկսվում է այդ ճանապարհը, որ քայլում են, ունդեղ ջրերով, բանով ահա որ հետաքրքիր է։ Հետ գալուց էլ տեղ ունեն, որ կարող ես ոտերդ լվանաս, նույնիսկ դուշ անելու, լողանալու հնարավորություն կա, բայց միջև դուրս գալը, ուրեմն այստեղ հոլանդական գոմա տեղադրված, որտեղ իսկապես կովեր եղել են, հիմա կովերը չկան, կովերը դաշտերում են, ինքը մաքրած է, կարող ենք մի հատ մտնենք եւ տեսնենք, թե հոլանդական գոմը ոնց է լինում։ Իմիջայլոց գոմը բնակելի է, այսինքն լրիվ դատարկ չի, ու բնակելի է ոչ թե կովերով կամ ուրիշ կաթնատու կենդաններով, այլ ծիծեռնակներով։ Բարձրանանք։ Ահա եւ գոմը։ Մտնենք ներս։ Ահա եւ ծիծեռնակները։ Նրանք ամենուրեք, տեսեք, այստեղ կովերի մնալու տեղն է, որ ասում է սա իրանց հյուրասենյակն է, սա ննջասենյակ։ Ծիծեռնակները վերևում են, բուն են դրել, այստեղ մի քանի 100 ծիծեռնակ կա, բնակվում է այդպես էին բացատրում, որ ահա եւ ծիծեռնակը, տեսնում եք, ահա եւ ծիծեռնակները։ Ահա եւ բունը։ Հիմա մի փոքր անցնենք առաջ, ուտելիքը կովերի, ծմերվա։ Ուրեմն այս տարածքի մասին է խոսքը, բնության որտեղ քայլում են, տեսնում եք տարբեր ճանապարհներ կան, երեխաները ասենց ոտաբոբիկ քայլում են եւ իրական տեսքը խնդրեմ։ Ես հիմա գտնվում եմ գոմի կտուրում, թե ուշադիր տեսնեք են վերջում արդեն մարդիկ են քայլում, այնտեղ խոզեր կան, գորջիներով։ Հիմա ինքում էլ կգնանք։ Եվ ծիծեռնակները իհարկե հարյուրավոր ծիծեռնակներ, որոնք ապրում են այս շենքի մեջ, այս գոմի մեջ։ Ու ընդհանուր ինֆորմացիան ծիծեռնակների մասին։ Այս սորտը ամեն տարի գնում է Աֆրիկա, այսինքն Հոլանդիայից հյուսիսային Անգոլայի է հասնում, այնտեղ մնում եմ, երբ տաքերն ընկնում են, նորից վերադառնում են։ Սեպտեմբերի 17-ից 12-ը գնում են, 12-ին հասնում են, իսկ մարտի 14-ին վերադառնում են եւ 28-ից արդեն Հոլանդիայում են։ 7500-ից 9500 կիլոմետր թռիչք։ Ահա։ Ահա եւ ծիծեռնակաբերդը։ Են ասել ասող։ Այսպիսի տեսք ունի հոլանդական գոմը, ինքը ճիշտ է դղյակ չի, մաքուր բան, բայց գոմի համար սիրուն մաքրում են ջրով, տեսնում եք ջուրը այնտեղ է գնում, եւ շատ աստեղ հոտ բան էլ չկա, Ժորժ ջան, տենց գոմերը որ մտնում ես հիմնականում շատ վատ հոտ է գալիս, այդտեղ ընդհանրապես
այդ վատ հոտը չկա, մենակ խոտի հոտ է գալիս։ Սա էլ էսպես։ Հիմա դուրս գանք մի փոքր դեպի բնություն։ Ահա, ուսումնական կենտրոնը։ Հերվից բազեի ձենա լսվում։ Ահա որ մեծ տեսականի թռչուններ եւ կենդանիներ են բնակվում այստեղ։ Ֆլորան եւ ֆաունան բազմազան է։ Դա իհարկե նրանից է, որ միշտ կանաչ է հոլանդիան, ամառ ձմեռ գույնը չի փոխում, խոնավ երկիր է իհարկե։ Տեսեք շատ հետաքրքիր պրոյեկտ են ստեղ դրել։ Ուրեմն ստեղից սկսում այդ 7 կամուրջների, այդ կանալների ճանապարհը, այդ ոտաբոբիկ որ քայլում են, տեսնում եք։ Եվ այս բոլոր տեղերում դաշտում կան ինչ-որ երեխաների համար, ինչ-որ բաներ, որ կարող են դրանով զբաղվեն այստեղ։ Սա առաջինն է։ Ուրեմն այդտեղ քայլելու համար պիտի նստեն, կանգնեն պլատֆորմի վրա եւ իրանց ուժով հասնեն տեղ, քաշում են թելը, գալիս են։ Այստեղ կողքում խոզուկն է։ Իր ձագուկների հետ մի հատ մեծ օտը ստեղ է, սրանք մամաներ են էլի, ամեն մեկը մի քանի հատ խոզուկում են եւ ահա խոզուկներից մեկն էլ ստեղ պարկած է իր համար հարևի տակ։ Մայրիկը նույնպես օգնում է երեխաներին, որպեսզի վերադառնան։ Եվ ամբողջ այս տարածքում սենց աթոռներ, սեղաններ կան ընտանիքների համար, ովքեր ուզում են գան, իհարկե անվճար կարող են ստեղ օգտագործեն տարածքը։ Հիմա մտնենք ներս։ Եվ հիմա ես գտնվում եմ պաշտպանված բնության առումով պաշտպանված մի տարածքում, որտեղ երեխաների համար շատ խաղային ապարատներ են տեղադրված, բոլորը փայտից, որպեսզի համապատասխանի բնությանը, համընկնի։ Այն հետևում շոտլանդական ցլերից եւ կովերից կան, ասեք մարդիկ ինչ մոտիկ են քայլում, անվտանգ։ Այստեղից են սկսում, տեսնում եք ամենը ջրային, ես արդեն ջրի մեջ մտա, ճիշտ է կոշիկները պիտի հանեմ, բայց ոչ այսօր։ Փոքրիկ արվակներ, սենց սով սիրուն։ Ու մաքուր ջուր, Ժորժան, սա բնական ջուր է, ինչ-որ գործարաններից թողնված ջուր չի, բնության կանաչությունից տեսնում եք, ներսում կենդանիներն են ապրում, դրա համար փակ է ստեղ եւ մարդկանց համար սա են սարքել, որպեսզի կովերը, ոչխարները, բաները չկարողանան անցնել, բայց մարդիկ հանգիստ անցնում են։ Ահա եւ դաշտավայրը մաքուր, կանաչ, բնության բոլոր հրաշքները այստեղ կան։ Ներից մեկը ստեղ պարկել է, արևի տակ, տեսնենք ինչ ասում խոզուկը, լսեց, որ ես ստեղ եմ, խոզուկ, խոզուկ, հեչ վեջը չի, տեսնում եք ինչ անվտանգ է իրան զգում, իսկ են հեռվում խոզուկները հավաքվել են իրենց մամայի մամաների մոտ, եւ վայելում են կյանքը։
Ժորժան, հույսով եմ մի փոքր կարողացաք ինպես վայելեք այս բնությունը, ուսումնական կենտրոնը եւ ինչպես եթերի սկզբում ասացի, ինչ հաճելի կլինի, որ Հայաստանում ունենանք սենց կենտրոններ, ուսումնական մանավանդ երեխաների համար, ոչ թե որ գան քյաբաբ խորոված անեն, որը արդեն շատ կա, երեխաները գան շփվեն թեկուզ եւ չափ հասները բնության հետ, այդ կապը բնություն մարդ ստեղծվի եւ ավելի ըմբռնումով մոտենանք բնությանը եւ սիրենք բնությունը եւ պահպանենք Հայաստանում բնությունը։ Բոլորիդ շատ սիրում եւ հարգում եմ, մնացեք բարով։